Այն ինչ որ տեղի ունեցավ այսօր սարսափելի էր խոսքը Դամասկոսի մեջ տեղի ունեցած բայթումին մասին է։ Ավելի քան 15 անձեր եւ 50-ը ավելի վիրավորներ, երբ ահապեկիչը ընդամենը 17 տարեկան մուտք կգործեր եկեղեցի եւ կսկսեր գրակ բանան եւ անհանգարց ինքզինք կբայթեցներ։ Հարվածը ինչպես նշեցի Սուրիո փոքրամասնություններուն են, քրիստոնյաներուն, ալևիներուն, քյուրդերուն, հույն ուղղափառներուն, գաղթեացիներուն, կաթողիկեներուն, հայերուս, էզի է հարվածը ուղված եւ զգոն պետք է լանքենք կրնար մեր հայրենագիցներուն ասել, որ եղբայրներ ինչու գլքեք Սուրիան, ինչու ուրիշ տեղեր գերտակ, ինչու կպատրաստվիք, որ դպրոցները փակվին եւ դուք ձեր վալիզները, ջամբրուկները գաբեք ու մեկնիկ հերավոր երկիրներ, նոր փորձառություն, նոր ցավ, նոր բանտխտություն ապրելու, որովհետև Սուրիան ի վերջո հայրենիք է, Սուրիո հողը տանգ է, Սուրիո ջուրը, Սուրիո արևը։ Բարև ձեզ արևելքի հարթակով այսօր հատուկ թողարկումով հանդես կգանք, որովհետև ծանր դեպքեր կբադային մերձավոր արևելքի մեջ հատկապես եւ այսօրվա մեր նյութը Սուրիո Դամասկոս մայրաքաղաքի մեջ տեղի ունեցած ոճրային բայթումի մասին է։ Այն ինչ որ տեղի ունեցավ այսօր սարսափելի էր խոսքը Դամասկոսի մեջ տեղի ունեցած բայթումի մասին է։ Ավելի քան 15 անձեր եւ 50-ը ավելի վիրավորներ, երբ ահապեկիչը ընդամենը 17 տարեկան մուտք կգործեր եկեղեցի եւ կսկսեր գրակ բանան։ Քիչ առաջ Դամասկոսի Դուայլա շրջանի քահանան կպատմեր այդ մասին, կպատմեր նաեւ թե ինչպես հավատացյալները փորձած էին դուրս հանել այդ ոճրագործը եւ չէին կարողացած եւ անհանգարց ինքզինք կբայթեցներ։ Խորքի մեջ այս դիպի լուրերը վաղուց երկար ժամանակ է վերջգային Սուրիո բարակային եւ բոլորս անշուշտ կհետևեինք այլ ուղություններով, կհետևեինք Ուկրաինո պատերազմին, նաեւ Իրան-Իսրայել զարգացումներուն, Լիբանանի դեպքերուն, սակայն Սուրիո մեջ քրիստոնյաներու թեման միշտալ կարևոր է եւ միշտալ օրագարկի վրա է։ Այստեղ հարկ է հիշեցնել, թե ամիս առաջ գրեթե Սուրիո նախագահ Ահմեդ Շարա գայցելեր Փարիզ, գանտիբեր նախագահ Մակրոնի հետ եւ անոնք կքննարկեին կարևոր շրջանային, տարածաշրջանային հարցեր։ Այդ քննարկումներում մեջ կնշվեր, թե կարևոր դեր գրաված է Սուրիո քրիստոնյաներու անվտանգության խնդիրը, որովհետև բոլորս գիտենք Սուրիո մեջ իշխանապողության փուլեն ետք շատերս կսան գասկածով, վախով, մտահոգությամբ հետևի զարգացումներուն, թե ինչ պիտի լա մեր հայրենագիցներուն, նաև մեր հայրենագիցներուն, հույն ուղղափառներուն, գաղթեացիներուն, ասորիներուն, քյուրդերուն, դյուրզիներուն, բոլոր փոքրամասնություններուն իրավիճակը հատկապես քրիստոնեական շեշտերը շատ վառ էին, որովհետև այսօր գաղտնիք չէ, որ Սուրիո մեջ ամենեն թույլ օղակը քրիստոնյաներն են։ Եվ այս մեկը չեմ ասեր խուջապ տարածելու համար, այլ փաստը արձանագրելու եւ այդ ուղղությամբ գործելու։ Ճիշտ է, շատ են այն հոգեվորականները, որ կարևոր գործ կտանին Դամասկոսի մեջ, Հալեբի մեջ, ինչպես չհիշեմ Պերիոթեմի առաջնորդը, Մագար Սրբազանը, Դամասկոսի հայկաթողիկե առաջնորդը Գևորգ Կերաբայձարը, այլ հոգեվորականներ, որոնք դիվ եւ գիշեր կգործեն, որպեսզի մեր համայնքի զավակները մնան ապահով եւ անվտանգ, սակայն եկուրտես, որ խնդիրը այլտեղ է եւ ինչու այսօր այդ բայթումի, այդ գրագոցի ցայները կլսենք։ Այսինչ պատահականություն է եւ ավելի ուշ Reuters լուր կդարածեր, թե ահապեկիչը մաս կգազմե իսլամական պետության, այդ երկվն է, որ իսլամական պետությունը Դաեշը, որ լուրը մունջ մեկ կողմ քաշված էր Սուրիո մեջ, այսօր հանգարց գլուխը գծծե եւ ինչու։ Այստեղ անշուշտ հարկ կհամարեմ հիշեցնել, թե Սուրիո ահապեկչական խմբավորումները լուրջ խնդիր ունին արդեն իշխանություններուն հետ եւ անոնք կմերժեն միախառնվել իշխանության պանագին մեջ եւ այս մեկը անշուշտ լուրջ հարց է ոչ թե Սուրիո բարակային միայն, այլ նաեւ
Սուրիան շուրջաբադող երկիրներ ու բարակային, Իրաքի մեջ կան վտանգներ, Լիբանանի մեջ գա աբորինի զենքի խնդիր, այսինքն դրամապանությամբ մերձավոր արևելքի մեջ ամեն դեղ աբորինի զենքը կշարունակե դառնալ հանդիսանալ փորձություն եւ առաջին հարվածը սիրելի հետևորդներ դժբախտաբար առաջին հարվածը քրիստոնյաներուն գուղվի ինչ պատճառներով արդյոք որովհետեւ քրիստոնյաները չեն զինված արդյոք որովհետեւ քրիստոնյաները պատրաստ չեն պատերազմելու իրենց հավատքի համար Բարդ թեմաներ են, որոնց մասին չեմ ուզեր սուր տեսակետներ տալ, սակայն կնշմարենք, թե անցնող 20-25 տարիներուն քրիստոնյաներուն թիվը հետզհետե կբացի մերձավոր արևելքի մեջ։ Սկսած Իրաքեն, ուր 100,000-ավոր քրիստոնյաներ կային եւ այսօր շատ նոսրացած է անոնց թիվը։ Հետո Լիբանանեն, Լիբանանի արյունական պատերազմը չէր պավեր ուր գաբրեին ավելի կան 250,000 հայեր միայն եւ այսօր այդ համայնքի այդ քաղուտի սիրելի քաղուտի թիվերը շատ նոսրացած են նույնը տեղի ունեցավ Սուրիո մեջ եւ ըստ երևույթին այս փորձությունը պիտի շարունակվի այնքան ժամանակ որ քրիստոնյաները չեն վճռած հանուն իրենց հավատքին հանուն իրենց խաչին առնվազն իրենց անվտանգության դերը դառնալ Չեմ սեր պատերազմ հայտարարեն եւ գրվին, չեմ սեր տաշույնը առնեն եւ մորթեն աճուցախ, սակայն այս ընթացքը որ տեղի կունենա իսկապես դխուր է, վրդովեցուցիչ է եւ նաեւ քրիստոնեական հավաքական մեծ մոզաիկի մեջ խոցելի կդարձնե մեր ներկայությունը, մեր գոյությունը, մարդիկ որ պատկերացրեք Իրաքի օրով կացած են աղոտ կնելու, մոմ վարելու Հիշելու իրենց անձավորները հարկելու անոնց հիշատակը եւ այսպես կսպաննվին հանգարց մեկ րոպեի մեջ անոնց ճակատագիրը կցևափոխվի, կսևնա ամեն ինչ եւ զոհ կդառնան ահապեգիչիմը, որ թերևս չի գիտեր թե ինչ կնե, որովհետեւ շատ են այն անհատները, որ այսպես առանց իմանալու դիրացած են զենքի զինամթերքի եւ կկործեն ինչպես Կուզեն, անշուշտ մեծ փորձության արժև է Սուրիո նախագահը, ինքը բարոն Ահմեդ Շարա, որուն անցին անտեպ հարկանք պետք է դածել, սակայն նաև կսպասվի, որ անվճռականը լա իր քայլերու մեջ, որովհետև այս վիճակը, որը ստեղծված է, խոցելի պիտի դարձնե բոլորը, նախ սուրիական տրոշակը, սուրիական միասնականությունը, սուրիական հողային ամբողջականությունը եւ այդ բոլորը, որոնց մասին երկար ժամանակով բոլորս միասին մտածած ենք, մտորած ենք, մտահոգված ենք, սակայն պատասխան չունենք այն հարցերուն եւ չենք կրնար մեր հայրենագիցներուն ասել, որ եղբայրներ ինչու գլքեք Սուրիան, ինչու ուրիշ տեղեր գերտակ, ինչու կպատրաստվիք, որ դպրոցները փակվին եւ դուք ձեր վալիզները, ջամբրուկները գաբեք ու մեկնիկ հերավոր երկիրներ, նոր փորձառություն, նոր ցավ, նոր բանտխտություն ապրելու որովհետև Սուրիան ի վերջո հայրենիք է, Սուրիո հողը տանգ է, Սուրիո ջուրը, Սուրիո արևը, Սուրիո բարիքները անմոռանալի են, անուրանալի են, անշուշտ մեզի համար ճիշտ է, կարևոր է, որ Սուրիան դառնա ժողովրդավար երկիր, բայց այս հունով սիրելիներ ըստ երևույթին այլ սցենարներ կան եւ հոն է վտանգը եւ պետք է առաջ կառնվի այս բոլորին, որովհետեւ հարվածը ինչպես նշեցի նախ եւ առաջ Սուրիո փոքրամասնություններուն են, քրիստոնյաներուն, ալևիներուն, քյուրդերուն, հույն ուղղափառներուն, գաղթեացիներուն, կաթողիկեներուն, հայերուս, մեզի է հարվածը ուղված եւ զգոն պետք է լան։ Ես վստահ եմ, որ Դամասկոսի մեր համայնքային մարմինները կհետևին զարգացումներուն եւ զգոն են, զգուշ են, արթուն են եւ գուսամ որ այս ալիքը կանցնի եւ մենք կվերադառնանք մեր խաղաղ ետերներուն այս բոլորի մասին անշուշտ հավելյալ տեղեկանալու համար հետևեցեք մեր լուրերուն նաեւ հորդորս է ցեզի հարկելի հետևորդներ լայք մսեղմել մեկնաբանություն մտողել անշուշտ հարկանքի սահմաններում մեջ նաեւ դարաձել մեր տեսանյութերը այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը նաև այս օրերուն ուշի ուշով կհետևինք
Իրան-Իսրայել պատերազմին կամ Իսրայել-Իրան հակամարտության եւ այդ առումով պապա կսե որ միանակ տելեգրամյան մեր ալիքին։ Բարի նպսես։